Այն ինչ որ ես մտես կասեմ, հավատացնում ձեզ իմ վերջին շրջանի անդադար մտորումների արդյունք է։ Ես երբեմն իմ առավել ևս հաճախ չի անդրադառնում աշխարհական զարգացումներին, որոնք երբեմն պարագաների բերումով շատ դեպքերում ոչ մեր կամքից անկախ, ոչ մեր կամքով, ավելի շուտ, հիմնականում մեր կամքից անկախ, մեր շրջապատում տեղի են ունենում։ Ու ես անընդհատ մի միտք է ինձ մոտ թևածում։ Հայաստանը այն միակ պետությունն է տարածաշրջանի, որը բացծով ելք չունի։ Սա իրողություն է։ Ուստի մեր երկարաժամկետ հատվածում դինամիկ աղմտանք զարգացումը միշտ պայմանավորված է լինելու մեր հարևանների քաղաքական կամեցողությամբ։ Նրանց կամքից է պայմանավորված լինում մեր հաջողությունները։ Սա լրջագույն խնդրեմ է մեզ համար։ Ուստի մեր բոլոր ժամանակների իշխանությունների համար մեկ խնդիրը պետք է լինի իր հարևանների հետ այնպիսի փոխհարաբերություններ սահմանել, ձևավորել, որոնց պարագայում քո զարգացումը, եթե նրանց շահերից չբխի, գոնե նրանց մոտ մտահոգություն չառաջացնի։ Բայց այդուհանդերձ ես սկսեմ իմ կետից, հա։ Որցը ցուցադարից որ դա լավ տեղ չի, լավ բան չի, սեփական կետից սկսելը, բայց փորձեմ, թույլ տվեք, հա, քանի որ մեր ես վստահում եմ, քանի որ կետը ճակատագրական չի լինելու բոլորիս համար, դա համար կարելի է գնալ այդ ճանապարհով։ Այդուհանդերձ իրականում ես սկսել եմ շատ հաճախ դրա մասին մտածել եւ անկեղծ պետք է ասեմ, որ համարում եմ դա բարդագույն խնդիր։ Հատկապես մեր արևելքից եւ արևմուտքից ողերի հարևանների պարագայում։ Արդյոք կրկնում եմ, մեր խնդիրը չպետք է լինի փորձել փոխհարաբերությունները մեր հարևանների հետ այնպիսի ձևավորել, որ մեր դինամիկ զարգացումը նրանց մոտ սպառնալիք վտանգ չմանմից չառաջացնի։ Կրկնում եմ, սա բարդագույն խնդիր է լինելու, բայց այդ խնդիրը պետք է լուծեն Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների բոլոր իշխանությունները։ Դատապարտված են լուծելու։ Մեզնով չի, դատապարտված ենք լուծելու։ Հիմա այստեղից հարց առաջանում։ Լավ, շատ տրամաբանական, իսկ մենք ռեսուրս ունենք, այս իմ ասած խնդիրը լուծելու ռեսուրս կա, որտեղ այս հարցի պատասխանը, եթե մենք անկեղծորեն չտանք, գոնե միմյանց հետ զրուցում, չէ՞։ Մենք կարող ենք սխալ ուղղություններով գնանք, ինչպես մինչև մենք գնացել։ Ես ասում եմ, այո, մենք շատ սահմանափակ ունենք ռեսուրս։ Գիտեք ո՞րն է այդ ռեսուրսը։ Ռեսուրսը как ни странно, ինչպես որքան է զարմանալի չի, դա մեր աշխարհագրական դիրքն է եւ մարդկային կապիտալը։ Հայության, ոչ թե հայաստանցիների, հայության մարդկային կապիտալը։ Ինչը ես նկատի ունեմ։ Աշխարհագրական դիրքը, այո, այնպիսին է, որ, ինչպես ասում ենք, 4 բոլորից խոցելի եք դառնում, բայց միաժամանակ, եթե մի քիչ խելամիտ լինենք, հաշվի առնելով այն գլոբալ տեղաշարժերը, որ այսօր նկատվում են, աշխարհը ինչքան մեծ է, այնքան էլ փոքրանում է, ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, հա, եւ տրանսպորտային հաղորդակցության ուղիները դառնում են գերակա խնդիր, լոգիստիկան դառնում է աշխարհակաղակականություն, գեոպոլիտիկա է։ Լոգիստիկան այսօր գեոպոլիտիկա է։ Հետևաբար այստեղ պետք է հասկանալ, իսկ արդյոք այս տրենդի մեջ, այս հիմնական վեկտորի մեջ, երբ որ լոգիստիկան ըստ էության վերածվել գեոպոլիտիկայի, մենք գեոպոլիտիկայի հիմքում աշխարհագրություն բառն է, չէ՞։ Քաղաքականություն, որը պայմանավորված է աշխարհագրությամբ։ Այ մեր իրանք հնարավորությունն է մեր աշխարհագրությունը օգտագործել եւ վերածվել աշխարհակաղակական ինչ որ կարևորություն ունեցող միավորի, որի կարևորությունը ոչ թե քո հարևանների համար է, պայմանավորված քո հարևանների շահերով, այլ աշխարհի խոշոր խաղացողների շահերով։ Խոսքը սրա մասին է։
Դու պետք է դառնաս կարևոր ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի համար, կամ Վրաստանի ու Իրանի համար, այլ դու պետք է դառնաս կարևոր Ռուսաստանի, Չինաստանի, չգիտեմ, BRICS-ի ընդհանրենք, հա։ Մենք կորցրել ենք վերաշխարհ քաղաքական նշանակալիությունը։ Այսօր կորցրել ենք։ Այսօր մեզնով հետաքրքրում են այնքանով, որ կարան մեր տարածքը օգտագործեն սեփական նպատակների համար։ Հիմա դա է տեղի ունենում։ Այդ տրիպ, սա դրա մասն է։ Բայց մեզ թույլ են տալիս, չէ՞, բարեհոգաբար նստել այսօր։ Թույլ են տալիս այսօր ձևակերպումները տակի։ Մեզ հնարավորություն կտան այդ սեղանի նստել բանակցային սեղանի շուրջ, ունենալ ձայնի իրավունք։ Մեր բոլորին վերջերս տրիպի վերաբերյալ մի հատ թուրք վերլուծաբան բաներ գրել, ներկայացրել էր իր վերլուծությունը։ Շատ հետաքրքիր բաներ ասում։ Ասում է, մոտապես այս նույն գաղափարները, որ լոգիստիկան, գեոպոլիտիկայի եւ այլն, այս բառերը կրկնում ենք, բայց ասում է հետաքրքիր ինքը ավարտում է հետո վեր, ասում է, այս ամենը հնարավորություն պետք է տա։ Հնարավորություն պետք է տա։ Այսու sense այս ամեն, այսինքն լոգիստիկ կապեր, նոր կապուղիները, բաները դեսնեն, դրանք պետք է փաստորեն դրանք պետք է բարիք ստեղծելուն ծառայեն։ Բարիք ստեղծելուն ծառայեն եւ միմյանց միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը ծառայեն։ Ոչ թե վերածվեն ստրատեգիական զենքի։ Շատ խելոք բան ասում։ Հիմա եկեք վերլուծենք։ Սյունիքով այդ ճանապարհը, որ նախատեսված է, ասում են տրիպ։ Եթե խնդիրը խաղաղությունն է, ոչ թե ստրատեգիական զենք ունենալն է։ Բայց այդ մարդը թուրքը շատ པարզ հասկացնում է, չէ՞, ասում լսեք ասում է։ Էսի ստրատեգիական զենք է։ Ստրատեգիական զենք է մեզ համար, ադրբեջանցիների համար, այդ ու նաև Միացյալ Նահանգների համար, բայց ոչ Հայաստանի համար։ Իհարկե, բայց իրանք ինչ պետք է մտածեն հայ։ Ես վերադառնում եմ մի խնդրին։ Ոչ ոք մեր մասին չպետք է մտածի։ Ոչ մեր լավ բարեկամները, ոչ էլ հերրու հարևանները։ Առավելևս եթե մենք էլ չենք մտածում։ Մեր մասին նախ եւ առաջ մենք պետք է մտածենք։ Հիմա ես դրա համար եմ ասում։ Հարցը այսպես, ունենք մենք ռեսուրս։ Իմ արժև, իմ կողմից մեր արժև դրած խնդիրը լուծելու, ես ասում եմ, այո, ունենք։ Ռեսուրս համար 1։ Լավ չասենք համար 1, այլ ռեսուրսներից մեկը։ Դա մեր աշխարհագրական դիրքն է, որովհետեւ եթե այսօր խոշոր մեգա պրոյեկտների համար լոգիստիկան դառնում է ամենակարևորագույն միջոցը, հնարավորությունը, գործիքը, ուրեմն մենք այդ լոգիստիկ լուծումների մեջ կանք, բայց ոչ թե այսպես մեր ներքով Սյունիքով անցնող մի 40 կիլոմետրանոց բանով, այլ դու պետք է այնպիսի լոգիստիկ լուծումների մեջ գաս, որ մի կողմից քո եւ հարևանների, քո թշնամիների հետ, արևելքից, արևմուտքից ես առանց չափազանցության եմ ասում այս բառերը, տերմինը ճիշտ եմ օգտագործում, կարամ հիմնավորեմ ինչու են նրանք թշնամի, որտեվ եթե մի պետություն, չէ, քո լսարանի համար եմ ասում, եթե կան լսել է, արդեն ասել աստեղ, ուրեմն կարդի չի ներում։ Եթե մի պետություն հարևան, որ խոսում է խաղաղությունից անընդհատ խոսում է արևմտյան Ադրբեջանի մասին, ու երբ որ խոսում է դաժե բոլորին վերջերս հնարավորություն ունի խոսալու, ինչի՞ չխոսա։ Չէ, եթե այդ նրա նպատակը խոսա, որովհետև ինքը բարիկամ պիտի ունենա, չի խոսա, որովհետև ուրեմն ոչ մեկը լավով չի ապրում։ Եթե շանս կա, բոլորն էլ փորձում են ինչքան կարող են կորզել։ Հիմա հարց։ Այսինքն ես ասում եմ, մենք պետք է փորձենք այս լոգիստիկ մրցակցային բանում միջավայրում փորձենք հայտնվել այնպիսի մի ծրագրի մեջ, այնպիսի լոգիստիկ հնարավորության մեջ, որը քեզ խոշոր խաղացողների համար դարձնի օգտակար։ Պիտանի։ Օրինակ, Չինաստանը շահագրգռված պետք է լինի, որովհետեւ դու լինես անվտանգ, որտեվ իր մեկ գոտի, մեկ ճանապարհ ծրագրի օղակներից մեկը դու ես։ Միջին հատվածը քո մոտով, քո միջով։ Օղակներից մեկը դու ես։ Հետաբար, եթե դու դառար նրա մեգա ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի օղակներից մեկը կամ ճանապարհի օղակներից մեկը, ապա նա շահագրգռված է իր շահերություններով, շահագրգռված է, որ դու ունես անվտանգ, որ իր ծրագրն էլ անվտանգ իրականացվի։ Խոսքը սրա մասին է։ Նման լուծումներ կան, ասում այո։ Եվ դա Սյունիքը չի, եւ դա տրիպի ճանապարհը չի։ Չինաստանը մոտավորապես 700 միլիարդ եվրոյի առևտուր անում Եվրոմիության հետ։ 700 միլիարդ։ Տարեկան նրա արտահանման ծավալները արտահանում է միայն կազմում է 700 միլիարդ եվրո։
Այդ 700 միլիարդ եվրոյի 92.5%-ը չինացիները ուղարկում են ծովով։ Այսօր ստիպված ծովով եւ իրենց նավերը բեռնված է այդ 12 միլիոն ֆուտ 12 միլիոն 20 ֆուտանոց կոնտեյներ ապրանք են տարեկան ուղարկում ծովով դեպի Եվրոպություն։ Այդ 12 միլիոնը անցնում է 3.5 ամիս մինչև Եվրոպա հասնելը Չինաստանի Շանխայից դուրս է գալիս շրջանցելով հարավային Աֆրիկան։ Էլ չեմ ասում իրանք ասում են Մալակայի նեղուցով, որը գտնվում է ամբողջությամբ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի վերահսկողության տակ։ Այս պայմաններում Սի Ցզինպինի իշխանությունը որոշում կայացրեց ձևավորել մեկ գոտի մեկ ճանապարհ, այսինքն իրանք հասկացան, որ ինչ կան էլ ուզում է ինչ էլ անեն, նախ Եվրոպայի պես շուկան պետք չի կորցնել, եւ եթե հնարավոր է դեպի Եվրոպա հասնելու ցամաքային ուղիներ լինեն, գտնել այդ ցամաքային ուղիները եւ գործարկել, ապա ինչ կան այս նավերի քանակությունը կամ բեռների ծովային փոխադրման քանակությունը նվազեցնեն, կան իրենց օգուտը, որտեղ ցամաքով նրանք հասնում են Եվրոպա ընդամենը 2.5-3 շաբաթվա ընթացքում, միջանակ միջդեռ ծովով 3.5 ամսվա ընթացքում։ Սա շատ բնական է իրենց ձգտումը։ Եվ այստեղ է, որ Հայաստանը կարող է հատնել չինական այս ծրագրի իրականացման ճանապարհներից մեկի վրա։ Ոչ թե կարևորը, չեմ ասում, ճանապարհներից մեկի վրա։ Հասկանում եք, ընդ որում թե Վրաստանով, թե Իրանով, թե Հայաստանով անցնող այդ ճանապարհները բեռնափոխադրումների ծավալն այնքան մեծ է, որ բոլորին էլ մի բան կհասնի։ Բոլորին էլ չինացիները օգտագործել են բոլոր հնարավորությունները։ Բաքու-Թբիլիսի Ղարս երկաթգիծը, որ այսօր ծանրաբեռնված է 18-20 Ընդամենը։ Նա այդ Բաքու-Թբիլիսի Ղարս երկաթգիծը երկարությունը 826 կիլոմետր է։ Իմ նկարագրած Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի Ղարս 600 կիլոմետր է։ 226 կիլոմետր ավելի կարճ։ Ու ավելի կարճ, քան թե թրիփը։ Հա, ու ավելի կարճ, մոտ 50 կիլոմետր ավելի կարճ, քան բանով Սյունիքով, Նախիջևանով, Իգդիրով Ղարս հասնելը 850 կիլոմետր է դա։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս։ Եթե դու ունես Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի Ղարս հնարավորությունը, ինչու ես շանս տալիս, ինչն է նպատակը քո, որ դու ուզում ես Սյունիքով անպայման նրանք գնան հասնեն Իգդիրով գնան Ղարս։ Ինչու։ Ինչու ես այդ շանսը տալիս նրանց։ Էն էլ երբ որ քու հարավային տարածքը միշտ իրանց աչքի փուշն է եղել։ Այս փուլում դա խմբագրելու հնարավորություն կա։ Իհարկե կա։ Բոլոր դեպքերում, Գևորգ, խաղի կանոններ սահմանողը մենք չենք։ Մենք ընդհանրապես կարող ենք ասենք տղերք, մենք sense հնարավորություններ էլ ունենք։ Պարոն Սի Ցզինպին։ Իսկ դուք մտածում եք իրանք չգիտեն, որ հնարավորությունները կան։ Ով իրանք։ Շատ մեծ խաղացող չի, ով որ կարող շարժված լինի Չինաստան, Հնդկաստան, ոչ թե լսեք եվրոպացիների համար։ Բազա չէ, այս թրիփի ճանապարհը ի վերջո Ռուսաստանի խփելուց գնալա չինացիներն է խփելու ուйգուրների պահով։ Այսինքն ռեալ Տրիպը եվրասիական անկայունություն ստեղծող ճանապարհ է։ Նայեք։ Տրիպը մի նպատակ ունի։ Փորձել 5+1-ը ես նկատում միջինասիական կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարներ պլյուս Միացյալ Նահանգների պրեզիդենտ դարձնել 6+1, ինձ վաղը չեմ սեր դաժե ավելին, եւ այդպես իրանք Միացյալ Նահանգները փորձում են իրենց ազդեցության տակ վստահել կենտրոնական Ասիան։ Ամբողջությամբ եւ վերջի ժամանակ պլատֆորմ ստեղծել դեպի Իրան։ Նայ, դուրս մղելով կենտրոնական Ասիայից Ռուսաստանին, դուրս մղելով կենտրոնական Ասիայից Չինաստանին։ Սա տրիպի նպատակն է հիմնական, բայց դրան զուգահեռ տրիպը շատ լավ հնարավորություն նաև Ռուսաստան-Իրան կապը կտրել։ Հիմա հարց. մեծ իմաստով ինձ Իրանի ու Ռուսաստանի խնդիրները քիչ են հետաքրքրում։ Այդ դրանք հզոր պետություններ են, թող իրանք իրանց խնդիրները լուծեն, հարցը այլ կերպ է։ Արդյոք այդ կերպ մենք մեր անվտանգությունը ավելի ենք երաշխավորում։ Հասկանալի չէ ինչ եմ ես ասում։ Ես ասում արդյոք ինչքան Իրանն ու Ռուսաստան իրանից հեռու են։ Մենք ավելի անվտանգ ենք լինում։ Ասում եմ ոչ։ Այս հարցի հարցադրմանը նոր բան է, որտեղ նույն թեմայի մեջ է պարոն Արուսյան, ես հասկացա։ Նայեք, շուկայում, քաղաքական շուկայի միջավայր բան խոսակցական ասած։ Կա ըստ էության տրիպից բացի ու ձեր նախագծից բացի եւս երկու նախագիծ։ Առաջին նախագիծը պայմանականորեն ասած, դա եթե չեմ սխալվում, ՀԱԿ-ի նախագիծն էր կամ ՀԱԿ-ը վերջում սկսեց ավելի ակտիվ խոսել այդ մասին։
Խոսքը Իրան Հայաստան երկաթգծի մասին է, Մեղրիով, ու դրա շրջանակներում կոնսորցիում սարքել BRICS-ի հետ։ Ու BRICS-ի միջոցով փորձել հակակշռել TRIP-ը։ Երկրորդ նախագիծը Քոչարյանի նախագիծն է, որն ասեց, եկեք TRIP-ը մի քիչ երկարացնենք, հասնենք երասխ, որ մենք փորձենք երասխից կապվել Իրանի հետ։ Հիմա այս ամբողջը, եթե մենք փորձում ենք իրատեսության համեմատության մեջ նայել ձեր կողմից որպես նախագծերից մեկի նախաձեռնող, չասենք եղավ։ Նախաձեռնող։ Իդեպ ձեր նախաձեռնությունը Սերժ Սարգսյանը ողջունեց իր հարցազրույցի ժամանակ։ Դրանով է քաղաքական ֆորմատ։ Եթե փորձում ենք այս ամբողջը նայենք համատության մեջ։ Նախ TRIP-ը ինքը, եթե իրականություն դառնա, ապա դա խանգարելու է մեզ Իրան ագարակ, որտեղ մենք երկու պրոյեկտ ունեինք։ Մեկը ագարակ Գագարինն է, որը մշակվել է դեռևս 14 թվականին Ագարակ Գագարին։ Դա դրա մասին խոսած վերջերս խոսած Լևոն Զուրաբյանը։ Դա հենց երկու գիծ է, այնտեղ կոչվում է հարավային Հայաստանի Գագարին ասել որ Գագարինը նկատում է։ Ագարակ Գագարին, խոսքը գնում է Սևանի Գագարինի մասին, այո։ Դա 3.5 միլիարդ արժողությամբ, մոտավորապես 305 կիլոմետր երկարությամբ, 19 թունել պարունակող, մոտ 102 կիլոմետր 64 հատ կամուրջ պարունակող գիծ է։ Ծախսատարությունն եք ուզում։ 3.5 միլիարդ դոլար։ Դա այդ նախագծերը արել են չինացիներն են արել, չինական ընկերությունն արել, ագարակ դա արվել է 14-15 թվականին Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, նախաձեռնությամբ։ Դա կա այդ գիծը, բայց կա երկրորդ գիծը։ Ագարակը միացնող Թեհրանի հետ, Իրանի հետ, որտեղ սա շատ էական է։ Երբ որ դուք TRIP անցկացնում եք, այդ գիծը ագարակ Թեհրան չի աշխատելու։ Չի հնարավոր չի։ Եթե որևէ մեկը պատկերացնում է այդ բանի Մեղրի հետ հատվածը, ապա Մեղրի հատվածը նախ երկաթգծում ուղղակի գնում էր գետի ափով, ուղղակի գետի ափով։ Այնտեղ ճանապարհ գցելու ավտոմոբիլային ճանապարհի հնարավորություն вообще չկա։ Ավելին, այդ երկաթգծի կողմի մյուս հետը հարավային պատը հենապատ է, որովհետեւ կարողանաս այդ պատվարը պահես։ Հասկանում եք։ Այսինքն այնտեղ ուրիշ բան հնարավոր չի անել։ Ինչ որ sense օթով չեմ ան մեստակադայով բանով այդ քիչ հավանական է ինքներս պարզա չէ որ դա հնարավոր դրա համար այդ ագարակ չի կարող համատեղվել կարս ասած հյուսիս հարավը Մեղրիով չի կարող համատեղվել TRIP-ի հետ ես այդ կարծիքին եմ չի կարող հակակշռել չի կարող համատեղվել նույնիսկ այսինքն չես կարող եւ այն ունենալ եւ այն դա ինժեներական բան է մի բան կմտածեն չէ մտածի ապրենք կտեսնենք Դա հնարավոր չի, բայց թողնենք էտի մի կողմ, ենթադրենք դա է։ Ապակետում եկը թունել է, մեկը ձգձգվում է, ենթադրենք TRIP-ը ձգձգվում է, էտի հնարավորությունը անել։ Երկրորդ հանգամանքը կայանում է հետևյալն։ Ես գտնում եմ որևէ պարագայում Սյունիքով երկաթգծի անցկացնելը Հայաստանին, անձամբ Հայաստանի հետևության ոչինչ չի տալիս։ Հասկանում ես, ընդամենը 42 կիլոմետր ստանում Շունիկով ճանապարհը բարձրացնում է Հայաստանի տրանզիտ կարողությունները, պոտենցիալը դա շատ սխալ է։ Հայաստանի տրանզիտ պոտենցիալը կարողությունները բարձրացնում են Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան այդ գիծը, որը կարա դուրս գա Հրազդանով, հետո դուրս գա Երևանով գնա Երասխով Նախիջևան կամ բարձրանա դեպի Ախուրիկ, Ախուրիկից Ախուրյանից գնա դեպի Ղարս։ Ուրիշ գիծ, ուրիշ տրանզիտ կարողություն Հայաստանը այլևս չունի։ Գոնե զարգացումների առաջիկա 10-15 տարիների համար։ Հասկանում եք, ինչ վերաբերում է Իրանից դեպի ուրեմն Հայաստան-Իրան, հիմնականում խոսում են Պարսից ծոց կամ Սև ծով գծի մասին կամ Հնդկաստան Իրան Հայաստանով դա մուլտիմոդալ է, այսինքն տարբեր մոդելներով աշխատելը մուլտիմոդալը ամենալավագույն տարբերակն է դրա։ Այսինքն ես խիստ կասկածում եմ, թե մեզ կհաջողվի երկաթգիծ ունենալ, ես գոնե առաջիկա շոշափելի ժամանակահատվածի համար եմ ասում, հասկանում եք, որ մենք ունենանք երկաթգիծ, ասենք թե Իրանը Հայաստան, եթե TRIP-ը եղավ, եթե TRIP-ը չեղավ, դա իրականացնող են։ Միանգամայն իրականանալի հարց է։ Եթե TRIP-ի քաղաքական մտադրությունը պահպանվեց, ապա այն ինչ որ մենք մտածում ենք Իրանով,
Հայաստանով դեպի Սևծով, Հնդկաստանից դեպի Իրանով, Հայաստանով Սևծով, այդ գիծը չի աշխատի, երկաթգիծ չի աշխատի։ Չի լինի, ես տենց եմ մտածում։ Դա կարող է լինի երկաթգիծ, հետո ավտոմոբիլային, դա հնարավոր է, բայց ոչ երկաթուղի։ Սա ես ուղղակի ասում եմ այնպես, ինչքան ինձ իմ ուսումնասիրությունները թույլ են տալիս։ Հետաբար մենք այդուհանդերձ այն խնդիրը, որի մասին մենք խոսում ենք Հայաստանի աշխարհագրական դիրքը, աշխարհաքաղաքական պոտենցիալի վերածելու, խոշոր խաղացողների համար ինչ որ մի նշանակալիություն ձեռք բերելու մասին, ապա դա անպայման այս հնարավորությունների գործարկումն է։ Միայն այս պարագայում, ընդ որում տրիպը պետքա դիտվի, ասենք թե ոչ թե մերժել, այլ ասենք գիտեք, հա, ինչ որ ժամանակ կարող ենք դրան անդրադառնալ, բայց եթե խոսքը գնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը անշրջելի դարձնելու մասին, եթե խոսքը գնում է հրադադարը անշրջելի դարձնել է դրա հիմա վրա խաղաղության հասնելու մասին, ապա ճանապարհը մեկն է՝ Բաքու, Ղազախ, Իջևան, ինչու՞, որովհետեւ միայն այս կոնֆիգուրացիան է, որը թույլ է տալիս երկու պետությունների միջև ձևավորել փոխշահավետ տնտեսական համագործակցություն, որտեղ Ադրբեջանը շահագրգռված է Թուրքիայի հետ կապ ունենալու, Չինաստանը շահագրգռված է այս ուղով կապ ունենալու Եվրոպայի հետ, այդ թվում նաև Թուրքիայի վրա ազդեցությունը պահելու առումով, հասկանում եք։ Ուրեմն սա միակ տարբերակն է, որ մի կողմից նպաստում է երկուստեք փոխշահավետ տնտեսական համագործակցությունը թշնամի պետությունների միջև, ի նկատի Հայաստանի եւ Ադրբեջանի։ Մյուս կողմից, որը շատ նույնպես շատ էական է, ըստ էության զերծ է պահում կողմերից որից է մեկին ուժ կիրառելու ճանապարհով միակողմանի օգուտներ կորզելու գայթակղությունից։ Սա է խաղաղության բանաձևը։ Եթե դա, այսինքն թշնամի պետությունները ոչ թե առավելություն ձեռք բերելու համար պետքա գնան ռազմական ուժ կիրառելու կամ տնտեսական ճնշում կիրառելու ճանապարհով, այլ պետք է զերծ մնան այդ գայթակղությունից, դա կարող է իրանց անհամատալի վատ արդյունքների բերի։ Այսինքն պատերազմելը ավելի քիչ նպատակահարմար պետքա դիտեն կողմերը, քան տնտեսապես համագործակցելը։ Սա է ապաշրջապակման ամբողջ իմաստը։ Մինչև Քոչարյանի առաջարկին անդրադառնալը սա չեն գիտակցում մեր իշխանությունները, ինչն է խնդիրը, որ այս ուղղությամբ թե ասեք կդժվարանամ ասեմ գիտակցում են, չեն գիտակցում, թե աշխարհաքաղաքական այս անկայունության պարագայում չեն կարողանում խոսեն բևեռների հետ։ Բայց ինչի՞ չեն։ Ես ճիշտն ասած մի քիչ այլ կարծիք եմ։ Կդժվարանամ ասեմ գիտակցում են, թե չէ, բայց որ տեղյակ են այս ամենին։ Ինչի՞ պիտի տեղյակ չէ, ինձ թվում է որ Բոնցերի տեղը կլինեն, ասած Չէ, ես ձեզ բարձ եմ ասում։ Ես 21 թվականի հոկտեմբերին գրել եմ հոդված Հայաստանը մուրճի եւ սալի արանքում, ինչ անել։ Եվ անդրադարձել եմ այս խնդիրներին։ Երկու խնդրի եմ անդրադարձել։ Այս նույն կոնտեքստում ոնց որ ես ձեզ ներկայացնում եմ։ Առաջինը սահմանազատում, սահմանագծում, երկրորդը ապաշրջապակում։ Որովհետեւ եթե մենք նոյեմբերի 9 ապաշրջապակման խնդրին մենք սկսել ենք անդրադառնալ նոյեմբերի 9-ի երակողմ հայտարարության 9-րդ կետի իման վրա։ Համաձայն եք թե ոչ։ Այդտեղից է սկսել ապաշրջապակման թեզը զարգանալ։ Հիմա հարց. նոյեմբերի 9-ի երակողմ հայտարարության իմաստը ո՞րն էր։ Միայն մի բան՝ հրադադար։ Եթե այդ բոլոր 8 կետերը, 9 կետերը կատարված լինեին, այսօր մենք կունենանք հրադադար, կայուն, անշրջելի։ Հետևաբար հրադադարն է։ Հիմա հարց, հետևաբար պետք է ենթադրել, որ 9-րդ կետը նույնպես պետք է ծառայել հրադադարին։ Իհարկե։ Այո։ Ինչու, որտեղ այդ հրադադարը անշրջելի դարձնելը շանս էր տալիս տարածաշրջանում վերականգնել խաղաղությունը։ Դուրս ես գալիս 9-րդ կետից ու Ղարաբաղը գցում ես ռուսների ջեբը։ Ռուսներն հիմար են։ Հասկանալի է, չէ՞։ Հետևաբար ես շատ բարձ հարց եմ տալիս։ Եթե ապաշրջապակման կոնցեպտը հրադադարը անշրջելի դարձնելն է, ապա դա Սյունիքը չի, որտեղ Սյունիքը ոչինչ չի տալիս։ Ավելին, Սյունիքը մենակ պրոբլեմ է սարքում։ Միայն պրոբլեմ։ Ավելին Ադրբեջանը Սյունիքով մտնում է Նախիջևան, հետո Շարուրից դուրս է գալիս Իգդիր ու գնում ասկի Հայաստան չէր մտնում Հայաստան։ Այսինքն ամբողջ Ադրբեջան-Թուրքիա կապի մեջ Հայաստանը ընդամենը 43 կիլոմետրով է մասնակցելու։ Այդ ինչ ապաշրջապակում է։ Ինչն է սա պետք։ Այդ տրանզիտի փողն էլ փող չի լինելու։
Սպասարկման վրա էլ ես իմ քան տեղակիսվելու է։ Հասկանում եք, սա է ամբողջ իմաստը։ Հիմարություն է։ Առաջ տանել այդ թեզը, դա նույնն է ոնց որ ջուր լցնել Ադրբեջանի ու Թուրքիայի ջաղացին։ Ու վсё։ Ուրիշ հարց չկա։ Հիմա Քոչարյանի թեզը։ Քոչարյանի թեզն էլ ես համաձայն չեմ, որտեղ վերջին հաշվով չի կարելի Սյունիքը դիտել որպես տրանզիտ լուրջ կարողություն եւ ուղղակի փորձել այդ տրանզիտ կարողությունը տարածել մինչեւ Երասխ։ Ես այդ կարծիքին չեմ։ Երասխ խնդրեմ իմ նկարագրած ճանապարհով Իջևան, Դիլիջան, Հրազդան, Երևան մտեք Երասխ։ Երասխից էլ գնացեք ուր ուզում եք։ Ուր ուզում եք, եթե նաեւ Իրան։ Հասկանում եք ինչ եմ ասում, որտեղ եթե Ադրբեջանը թողնես միայն այդ ճանապարհը, ապա ինքը ստիպված կլինի ամբողջ Նախիջևանով իր գիծը արդիականացնել։ Այսօր նա շահագրգռված չէ։ Մինչև Երասխ այդ գիծը արդիականացնել։ Նա կասի մինչև Շարուր դες կմտնի Իգդիր։ Դա կանի, բայց ոչ մինչև Երասխ։ Ձեզապետ դուք արեք, տենց ասելու։ Կապրենք կտեսնենք։ Հետևաբար միակ տարբերակը, որը մի կողմից մեզ հնարավորություն է տալիս սեփական աշխարհագրական դիրքով ձեռք բերել որևէ կարևորություն աշխարհի ազդեցիկ խաղացողների համար, դա լինում է այդ Բաքու, Ղազախ, Իջևան։ Տեսեք մի օրինակ էլ բերեմ, Գևորգ, պարզ լինի։ Վրաստան, Ադրբեջան սահմանի կոնֆլիկտը իրավիճակի սրելը բերեց ինչ ադրբեջանցիները ասեն մենք պատրաստ ենք դաժե նույնիսկ Ղազախ Իջևան երկաթգիծը մենք մեր ուժերով վերականգնենք այնտեղից մեքենաներով տարեք այսինքն դա իրականում միակ տարբերակն է նույնիսկ պարագաների բերումով ադրբեջանցիներն էլ ընդունեցին որ դա լավագույն տարբերակն է իրանց համար նույնիսկ այսօր երբ որ Իջևան Դիլիջան գիծը սոխքի պատճառով չի աշխատում Հաղարցնի կողք այնտեղ դիմացի լանջը բան աղը սահելա այնտեղ մենք չունենք չի աշխատում կարճ ասած նույնիսկ այս պայմաններում ադրբեջանցիները ասում են դե լավ վրացներ դուք տես կապրիզ եք անում այդ դեպքում մենք սենց կտանենք մեր բեռները